պահին զրուցելու ենք ծնունդով ապարանցի Վայե Հովհաննիսյանի հետ, որ 3 օր առաջ է Ուկրաինայից Հայաստան եկել, այսօրը ծննդավայրում տոնելու համար։ Այո, իհարկե։ Ձեր տպավորությունների, զգացողությունների մասին խոսենք։ Տպավորությունը դա հնարավոր չի նույնիսկ ներկայացնել, որտեղ սա հրաշք է, թե երեկվա միջոցառումը կատարված նվիրված վերջի զանգին, թե այս սուրբ միջոցառումը միշտ եմ ես մասնակցել, չեմ մասնակցել վերջի 2 տարին կապված պատերազմական գործողությունների հետ Ուկրաինայից դուրս գալը շատ դժվար է եղել։ Իմ հայրենի ապարանը, ապանի ժողովուրդը միշտ եղել է հզոր, միշտ եղել է հայրենապաշտպան ու դա ապացուցում է ապարանի, բաշ-ապարանի ճակատամարտը, որի ժամանակ, որից իմ պապիկն էլ է մասնակցել ու ապարանցին ոնց ասում են բահու եղանով դեմ կանգնեց Թուրքին, սա նշանակում է, որ մեր ազգը անկոտրում է, մենք հիմա ունենք ցավալի պարտություն, շատ ցավալի պարտություն, այս ամեն ինչը որ կատարվում է շատ հրաշալի է, ցավը միայն մի բանի, որ առանց Արցախի, բայց ես համոզված է համայն սփյուռքը, որ մի լավ օր, մի բարի օր մենք կվերադառնանք, Արցախին կվերադառնա, ես նոր կանգնած դիտում եմ, թե ինչպես են Արցախի երեխաները երգում, ինչպես է համույթը պարում Արցախի, դա նշանակում է, որ մենք կանք, մեր ազգը կայուն է, մենք պետք է լինենք, կանք ու հավերժ կհարատևենք։ Ասացիք, որ ձեր պապիկն էլ է մասնակցել պատերազմին։ Ինչ պատմություն է ձեզ հասել, որ դուք էլ այստեղ փոխանցեք մեր հետևորդներին։ Ճակատամարտը, որտեղ որ կայացել է, հիմնականում մի մասն էլ կայացել է Քասախ գետի ափին, դեպի ժամանակին կոչվել է Մուլքի գյուղ, այդ տարածությունում, ուրեմն պապիս, երբ որ թուրք ընկած հրամանատարներից մեկը խնդրել է, որ իր կյանքը բաշխի, նա իր գրպանից հանել է քսակով ոսկեղեն, ասել է սա տալիս եմ քեզ բաշխի, իմ կյանքը բաշխի, իմ պապը ասել է, որ այդ ոսկեղենը հանված է իմ քույրերի, իմ մայրերի ականջներից եւ պարանոցից եւ սպանել է Թուրքին։ Ես դրա մասին երկար ժամանակ չեմ իմացել, պապիկիս հոր եղբոր տղան շատ տարիքով մարդ է եղել, սրանից մի 26 տարի առաջ ինձ հանձնեց, ցույց տվեց մի դանակ թուր խանջալ, ասեց համբյուրից, ասում եմ կարո պապիկ ինչ է համբյուր են, ինչի համար, ասեց սա քո Անդրեաս պապի խանջալն է, որով ինքը սպանել է թուրք ենի հրամանատարին ու այդ օրվանից ես այդ պատմությունը իմացել եմ, դե ինչպես այդ անջը կատարվել, ամեն ապարանցի դա գեներով է գալիս, սկսած ապարանի ճակատամարտից, նույնիսկ առաջ, ամեն ապարանցի իր գենով, իր արյունով զգում է վրեժի ցանկությունը, դա մերն է, մենք մեր հաղթանակները ոչ մեկին չենք տա, ու ես վստահ եմ, որ կգա մի ժամանակ էլ եմ ասում, մենք ունենանք միացյալ Արցախ, միացյալ Հայաստան ու չի զատվի երբեք ապարանցի, դենագանցի, արցախցի, սփյուռքցի, մենք մի ազգ ենք, հայ, մենք ուժեղ ենք, մենակ միասնությամբ։ Շնորհակալություն շատ, պարոն Հովհաննիսյան։